Հնդկաստանը ընդհանրապես այնքան էլ մի պետություն չի։ 200,000-ից մինչև 1 միլիոն զոհ ա եղել ցույցերը ցրելու ժամանակ։ Ես ինչքան լսել եմ, մերոնք էլ են պայքարի մեջ։ Մեկը գրել է, սա լավ է, բայց չես թողում հայրիկիդ խոսա։ Դրա տակի հենց դրա մի օր առաջ մեկը գրել է, սա լավ է, բայց հայրդ չի թողու քեզ խոսա։ Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ։ Բարև ձեզ։ Այսօր եթերում մեր հերթական Արևորտի ոդկասթն է։ Այսօր խոսելու ենք արդեն հայկական թեմաներից մի քիչ շեղվելու ենք ու խոսելու ենք Հնդկաստանա-պակիստանյան հակամարտության պատճառների մասին, որտեղից է սկսվել, ավելի շատ ասենք, դաժե դա չէ, այլ պիտի ասենք առաջի հերթին, որ Պակիստանի, Հնդկաստանի հարաբերությունները մարդկային ռեսուրսների համապատասխան տնտեսության բան մոտավորապես նման է մեր ու թուրքերի։ Հա, մենք ինչ թեմա վերցնում ենք, ինչ որ նմանություն կա մեր պատմություններին։ Ինչ որ հետաքրքրություն առաջացնելու համար չի դա, այլ ուղղակի սենց մի հատ բան կա, որ խելացին սովորում է ուրիշի փորձի վրա։ Ոչ խելացին սեփական, իսկ հիմարը ոչ մի բանի վրա չի սովորում։ Հուսանք մենք խելացի ենք ու ուրիշի փորձը մեզ պետք է գա։ Դրա համար ասենք Հնդկաստանի եւ Պակիստանի ընդհարումներին ու պատերազմներին թեթև կանդրադառնանք։ Եթե նայեք մեր առաջի ոդկասթները, բոլորը ուրիշի փորձից էին, ուղղակի նայեցին, որ լավ չի դիտվում։ Մենակ այդ չի, ապրիլ ամիսը այդ հերթական ողբը եւ հերթական դիմադրելու ցանկության բանը, ասենք, երիտասարդների մեջ բանը քարկոծելու ցանկությունը ջայրով երթի հետ եմ ճիշտ կարծեցի եւ վաղինակը եկավ համակարծիք եղավ դրա հետ, որ խոսանք դիմադրության հաջողած կամ մեծ հակառակորդին վնաս տված հաջողության օջախների մասին, բայց իրանց փորձը մեր համար ոչ պակաս կարևոր էր, բացի դրանից, որ ոգևորիչ է, ինքը փորձն էր մեզ հետաքրքիր ու հերթական անգամ ասեմ, էլի հայր ջան, սա դաս չի, սա կոնկրետ պատմության ակնարկներ չեն, էլի, ասենց ուղղակի զրուցում ենք այդ փաստի շուրջ, ու եթե դուք այդ զրույցին մասնակցելու ցանկություն ունեք, մասնակցեք կոմենտների մեջ, մեկնաբանություններում դուք կարող ինչ-որ փաստ բան անեք, որին կանդրադառնան կամ չեն կանդրադառնա, բայց ասենք դիտումները բանի, ես չեմ կարծում, որ միայն դիտումներով են, էլի մարդիկ սահմանափակվում, հաճախ կոմենտներն էլ են կարդում եւ կարան ասենք ձեր ինֆորմացիան տված այս կամ այն նյութի հետ կապված պիտանի լինեն։ Լավ կլինի լայքեք վիդեոները, եթե դուրներ չի գալի դիզլայք դնեք, գրանցվեք դեպքի Patreon-ին ու մասնակցեք Ոմայի գործերին, ֆիզիկապես թե ֆինանսապես հղումները արդեն տակը կլինի։ Հա, իսկ ես կարծում եմ կոմենտ գրելն է ճիշտ։ Ու կարող է ասենք երիտասարդ սերունդը լայք, դիսլայքով յոլա է այդում, բայց մարդու կարծիքը հասկանալու համար ավելի լավ է կարդալ իր գրած բառերը։ Կոմենտները նշել էր, դրա համար էլ չնշեցի չկրկնվելու համար։ Որտեւ ուղղակի դիզլայք կարող է տանը դրա համար, որ ես ասենք բաճկոնով եմ նստած, իսկ ասենք վաղոն մայքով։ Մա կարող մենակ դրա համար է տվել։ Չնայած ուղղակի ես մի քիչ մրսած եմ, իսկ վաղոն բարկասու առողջ եմ։ Լավ, սկսենք երևի։ Հնդկաստան, Պակիստան, երբ է ստեղծվել, ինչից հետո է ստեղծվել, ասենք, որ եկեք հասկանանք մի բան, որ Հնդկաստանը ընդհանրապես մի պետություն, այնքան էլ մի պետություն չի։ Ինքը շատ պետությունների միասնություն է։ Նույնիսկ ասենք Միացյալ Նահանգների պես sense մի բան է։ Միացյալ Նահանգները դա պետությունների, չէ, ասենք նահանգը ոնց որ պետություն միավորված է։ Պակիստանն է ժամանակին իր մաս եղել, Բանգլադեշը, Նեպալը։ Հա, երբ որ իրանք բան էին անում անգլիական տիրապետության տակ էին, այ ոնց որ ռուսական տիրապետության տակ վրացական տարբեր թագավորություններ եւ իշխանություններ միավորվեցին եւ դառան, ասենք, Վրաստան, մեր հայրենակիցներին ով տեղյակ չի, ասեմ էլի, երբ որ Ռուսաստան ներխուժեց հարավային Կովկաս, Կարտլի Կախետիայի թագավորություն մտավ ինքը հետո գրավեց Իմերիցիայի թագավորությունը, հետո գրավեց ուրեմն Սամեգրելո իշխանությունը,
գրավեց ուրեմն Գուրյան իշխանությունը եւ Աջարյան իշխանությունը այդ ամեն ինչը կպցրեց իրար ու բանա նոր դարավ Վրաստան նույնը Հնդկաստանը որպես այդպեսին միավորված միջև անգլիական տիրապետություն երբեք չի եղել նույնիսկ տարբեր կայսրներ, այնտեղ գուպտաներ, եսի մինչեր բան, այդ չեն կարողացել ամբողջ Հնդկաստանը միավորեն։ Անգլիացին միավորեց, բայց հետո հեռանալուց ասեց առա ձեզ ու բանը անջատեց։ Տիպը իմ աշխատանքից չեք ուզում։ Ամեն ինչ սկսեց երկրորդ համաշխարհայինից հետո, երբ որ Անգլիան թուլացել էր, չէր կարողանում ուժով պահել բոլորին։ Ու 47 թվականին հնդիկները գլուխ բարձրացրեցին, պայմանավորվել էին անգլիացիների հետ, որ 48-ին անկախությունը կստանան, բայց շատ վռազային 1947 թվականին արդեն իրանք իրենց անկախությունը հռչակեցին ու Անգլիան որոշել էր, որպես թուլացնելու համար Հնդկաստանը մասնատիր որ տիրես ինքը վերջը նաև փորձեց ասենք որ պետությունը վերջը մնա որովհետև ինքը չէր ուզում որ այդ sense մի հատ մեծ խարույկ դառնար այդ թերակղզին այդ սուբկոնտինենտ Հնդկաստանը, որովհետև իր բիզնեսներ ընդեղ, ինքը քաղաքական շահեր ուներ, ինքը չէր ուզում։ Իր ազդեցությունը մնալու էր, չէր ուզում այրվեր, բաժանեց։ 95% ասենք բնակչության 2 կրոնը, որ 95% էին մուսուլմանությունը եւ հինդուիզմը, ինքը բաժանեց 2 մասի եւ որոշ անկախ իշխանություններին, որ յանեմ իշխանություն էին, յանամ անկախ էին մի քանիսն էին, իրանց հնարավորություն տվեց, որ իրանք կողմնորոշվեն, սենց միանան, թե նենց միանան։ Ասեմ բաժանությունը ոնց էր գնում, բնակչության մեծամասնությունը եթե մահմեդական էր, Պակիստանի տարածք էր դառնում, եթե հինդուիզմի ու ոչ մահմեդական էին, որտեղ միայն հինդուիստ չէր։ Չէ, հինդուիզմն էր հիմնական որոշիչը, հանդեպ այն իհարկե նաև մի քիչ քրիստոնյա, օրինակ Գոայի կողք եւ շատ քիչ թիվ էին, բայց մահմեդականներին Պակիստան էին տալի, նույնիսկ Բանգլադեշը սկզբից եղել է արևելյան Պակիստան, չնայած որ նայեք ցամաքային իրար հետ ընդհանրապես կապ չունեն, քարտեզով դա ցույց կտանք։ Որոշ իշխաններ, ոնց որ նշեցիր, իրանք էին որոշում, օրինակ իրանց կռվախնձորը հիմնական դա Ջամա Կաշմիր շրջանն է, շրջան չէ, իշխանություն ասեմ, Մախարաջան ասենք, որտեղ Մախարաջան հնդիկ է, նո հինդուիստ էր ինքը, ու ինքը որոշեց, սկզբից որոշել էր անկախ լիներ։ Այո։ Չմիանար ոչ այս կողմին, ոչ այս կողմին։ Բայց քանի որ պակիստանցիները արդեն ներխուժել էին ներս եւ ասենք արևմտյան շրջաններում բունտեր էին արել, հատուկ ծառայություններ, ու արևմտյան շրջանում արդեն ազատ Կաշմիրը, հենց այտենց է կոչվում, մեր մոտ ազատ ու իրանց մոտ ազատ բառը նույն բանն է նշանակում։ Դե բան հաշվի առնել է պետք, որ իրանք խոսում են ուրդու լեզվով, ասենք, իրանց պետական լեզուն կարծեմ ուրդուն է, իսկ ուրդուն դարդո կաֆիր լեզու է, որը որ ոնց որ ասած շատ քիպ կպած է ֆարսին, իրանալեզուներին։ Ինքը չի մտնում անմիջապես, բայց շատ քիպ կպած է։ То есть հնդեվրոպական կամ հնդարիական լեզվա ընտանիքի մեջ գտնվելով բառեր կա, որ նման են։ Բառեր կա, որ ոչ թե նման են, այլ նույնն են։ Ու այդ ժամանակ ու հնչողությամբ։ Երբ որ որոշել էր անկախ լիներ Պակիստանը իր կողմից որոշել էր այդ որոշումը անտեսեր, իրանց Մախարաջան Հարիսինգը ինքնուրույն չի թողում ընտրություններ լինի, դե ինքը երկրի տերն էր, հա, ինքը երկրի տերն էր, ժողովրդին հարցում չի անում, կոպիտ ասած, ու որոշումը ինքը որ միանան Հնդկաստանի։ Իսկ ով ասում, որ պիտի անպայման ռեֆերենդում լինի։ Ես բոլոր աղբյուրներում նշված է, որ ազատ բաներում ռեֆերենդում են անցկացնում։ Իրանց կամքով է երևի։ Այնտեղ որտեղ անկախ թագավորություններ թագավորը ասենք Մախարաջայա կոչվում, խանա կոչվում, ինչա կոչվում, կապ չունի։ Թագավորն էր որոշում, տեղի իշխանությունը։ Ինքը ռեֆերենդում անում էր, թե չէ։ Եթե տեղի իշխանությունը պարլամենտ էր, կարար պարլամենտը որոշեր, տեղի բայց բոլոր տեղերը մոնարխներ էին։ Ու ասեմ, այնպես չի որ Պակիստանն էր մենակ համահանել կողմնորոշվածին դեմ գործողություններ։ Հնդկաստանը նույնն էր արել, այդտեղից երևի մի 1000 կիլոմետր ներքև մի պետության ղեկավար մուսուլման հինդուիստ հպատակների
բանը կղզի էր, թե թերակղզի էր, Հնդկական օվկիանոսի ափին, անունը արդեն չեմ հիշում, ինքն էլ ասեց, ես է Պակիստան եմ մտնում, հնդկական զորքերը արագ մտան, արագ ռեֆերենդում կազմակերպեցին, մեծամասնությունը ախավ ինքը Պակիստան է։ Ուզում եմ ասեմ, այդ սաղ իրանց կռվախնձորների մեջ լիքը հետաքրքիր բաներ կարելի է գտնել, բայց ասել, որ շատ ավելի դաժան իրանք իրար վերաբերվեցին արունակից կապ ունենալով նույնիսկ, քան ստեղ մենք ու ասենք բանը Բաքվի թուրքերը, դա 100% ընդ մի քանի միլիոն մարդ են կոտորել մենակ բնակչության փոխանակման ժամանակ։ Բնակչության փոխանակման ժամանակ, ուրեմն Բանգլադեշի ցույցերը երբ որ եղել է, Բանգլադեշում տվյալներ շատ է թվերի բանը շարժը 200,000-ից մինչև 1 միլիոն զոհ է եղել ցույցերը ցրելու ժամանակ։ Չէ, ցույց չասեմ, բայց թող ասենք այդ ամբողջության դեմ, ասենք հսկայական քանակ մարդիկ ու հինդուիստներին ու այնպես չի որ մենակ մուսուլմաններն էին կոտորում հինդուիստներին, հինդուիստներն էլ ասենք ոչ պակաս կոտորում էին մուսուլմաններին։ Բայց Պակիստանի բանակն է կոտորել բանգլադեշցի պակիստանցիներին։ Դա արդեն ուրիշ խնդիր է։ Դա արդեն 70 Հա, 71 կարծեմ։ Երրորդ պատը 3 հատ մեծ պատերազմ էր, ինքը նույնիսկ ասենք ոչ մուսուլմանա բաներ, հինդուիստական էր, ոչ էլ Կաշմիրի համար էր։ Ինքը իրանց երկրի մի մասը ուզում էր, հա, ինքը ուզում էր պատերազմը, որից գար Բանգլադեշը առանձին պետություն ուզում էր առանձնանալ, դե բնականը Հնդկաստանը կայնեց, օգնեց էլի իհարկե։ Ոնց որ ասած թույլ Բանգլադեշի կողմը կայնեց, որ այն ուժեղը ավելի չուժեղանա։ Հա, ասեմ 3 հատ մեծ պատերազմ ա եղել, որոնք պատերազմ ասում են։ Դա 47-ից 49 թվական Կաշմիրյան առաջի պատերազմը, 65 թվին Կաշմիրյան երկրորդ պատերազմը ու 71-ին այդ Բանգլադեշի անկախությունը որ եղել է, այդ ժամանակ երրորդ պատերազմը անդադար իրանց մոտ սահմանային բախումներ կան ընդհուպ միջև հրետանու օգտագործում դա չեն հաշվում նույնիսկ այս լայնածավալ պատերազմն են պատերազմ նույնիսկ վերջինը որտեղ էլի չեն հաշվում իրենք երևի մի քանի միլիարդ դոլարի համալյոտ օթում իրար հետ ասենք հայհոյել են 100-200 կիլոմետր հեռավորության վրա 123 ինքնաթիռ ա եղել միաժամանակ օթում նույնիսկ դա ոնց որ թե պատերազմ անունը չեն կցել սահմանային ընդհարումները պատերազմ չեն համարում 123 ինքնաթիռ ոնց որ թե մի 10 հատ է խփվել այ թվերել է ասեմ մոտավոր իրենց բնակչությունը Հնդկաստանի գրանցված բնակչությունը 1.3-ից 1.5 միլիարդ է 1.5 միլիարդ Պակիստանինը 208 միլիոն 208-ը, թե 300-ը։ Էսի հին թվերն եմ ասում։ Չէ, համարյա 300-ը, 280-ը ինչ է, 280 քառ։ Թող արդեն 300, դες 1.3-ից որ ասում եմ, հին թվերն եմ դա ասում։ Բանակը այն ժամանակ էդի 70-ների թվերն է մոտավոր 4.2 միլիոն Հնդկաստանին ու համարյա 1 միլիոն հոգել Պակիստանի զինված ուժերն են եղել։ Թվերը շատ չի փոխվել, 47-ից 49, երբ որ սկսեցին Կաշմիրը ու 49-ին վերջացրեցին, Կաշմիրը բաժանվեց մոտ 1/4-ը, թե 1/3-ը մնաց բանին, ազատ Կաշմիրը ու հյուսիսային շրջաններից մնաց Պակիստանին, մնացածը անցավ Հնդկաստանին։ Այդ լինիայով մնացել է նույնիսկ երկրորդ պատերազմը մի քիչ շատ չենք դրան ժամանակ տրամադրում ինչ եմ արեմ ասում այս մի 10 օր անընդհատ սաղ լրատվամիջոցները պատմում են այս ամեն ինչը կարող ասած ես չեմ լսել չէ իրականում խնդիրները նույնն է ինչքան նայում եմ ինչքան կարդացել եմ միշտ համարյա նույն պատճառներով ա եղել օրինակ երկրորդ Կաշմիրյան պատերազմը Պակիստանը դե չէր կուլ չէր գնացել, կոկորտին էր կանգնել, որ մնացել է Հնդկաստանին ու կաշմիրցիների հագուստով դիվերսանտներ էր ուղարկում, որպեսզի հեղաշրջում սկսեն, բայց պարզվեց, որ Կաշմիրի բնակչությունը այդքան էլ կողմ չի, որ իրանք հեղաշրջում անեն ու անցնեն Պակիստանին ու իրանք սկսեցին մատնել Էդի բանը գալիս է ոչ թե դրանից որ կողմ են կամ կողմ չեն, Պակիստանում գրեթե միշտ ղեկավարել են հաճախ ղեկավարել են զինվորականները ու շատ հաճախ ասենք քաղաքացիականներին տապալելով իշխանությունից էլի ասենք
օրինակ Բենազիր Փխուտային իշքան հիշում եմ իրանք տապալեցին։ Բայց այդ ժամանակ ասեմ, իրանք կողմնորոշում ունեն ամերիկյան կողմնորոշում Պակիստանը։ Իսկ Հնդկաստանը սոցիալական բլոկի մեջ չէր, բայց իրանք ԽՍՀՄ-ի հետ էին։ Իրանք սոցիալիզմ անուն չէին տալի, բայց սոցիալիզմի ճամփով էին գնում ու մի երկու անգամ վերջում միջև սովետի փլուզվելը արդեն սկսեցին սոցիալիզմի անուն տալ։ Այդ ուղղությամբ էին գնում ու տնտեսական աճը որ նայես, սկզբից Պակիստանը շատ ավելի ուժեղ տնտեսություն ա ունեցել, քան Հնդկաստանը։ Այնտեղ ուրիշ պահ կա։ Պիտի հաշվենք sense մի բան, որ Հնդկաստանի զգալի մասը գրավել էին մուսուլմանական, ասենք, բաները, առաջնորդները, եւ բնական է գրագիտությունը, զինվորականությունը, բան ավելի շատ իր կրոնակիցներին էին, ասենք, վստահում, եւ կրթվածները, եւ գիտնականները, եւ զինվորականները, ադմինիստրացիան, բայց մեծ մասը եւ իրենք այսինքն մնաց Պակիստանը տեղաշարժվեցին, այո, դեպի Պակիստան ու Պակիստանը ավելի մեծ ռեսուրս ուներ, այնց բանա նման է էլի Հայաստանին, ահագետ։ Հիշենք մեր տոկոսները ամենաբարձր էին բարձրագույն կրթության սովետական միության մեջ, անհամեմատելի էր մեր հետ, ասենք, սովետական Ադրբեջանի բարձրագույն կրթություն տոկոսները, բանի բնակչության, ուրեմն ըստ գիտական կենտրոնները, այսինքն դու հիմա ոնց խոստացել ես Պակիստանի կողմից ես խոսում, չնայած ինքը միակ պետությունն է աշխարհում, որը հակահայկական է, չի ճանաչել մեր հետ սահման չունենալով, ցեղասպանության չմասնակցելով, Սանթավին բայց ինքը, զինվորներ ուղարկելով, ցեղասպանության, ասենք, կողմնակից է թուրքական, երբ որ թուրքը հային ցեղասպանում։ Նույնիսկ Սանթավին ստորաբաժանումներ են ունեցել։ Լավ, ինչևէ, շատ նման է մեզ, ասենք, պոտենցիալը, գրագիտությունը, զինվորականությունը ավելի բարձր, ասենք, այնպես չի, որ ասենց հայերը գժվում էին սովետական բանակում ծառայելու համար վերջի տարիներին, բայց մեր տոկոսը ավելի բարձր էր, քան ասենք թուրքերինը, թուրքերը ավելի շատ էին փող ֆռում, որ բանակ չթային, ավելի շատ էին փող ֆռում ու մաղարիչներ տալի, որ իրանց բան ստրոյբատ ընկնեին, կամ ասենք, եթե լուրջ զորքեր են ընկել, որ այնտեղ կամ կապծորշի կլնեն, կամ պահեստապետ, կամ պահեստի բանվոր, sense մի բան։ Բայց իշքան լսել եմ մերոնք էլ են պայքարի մեջ։ Մերոնք էլ, բայց մերոնց թիվը շատ ավելի քիչ էր։ Շատ ավելի քիչ է իրանց հետ համեմատ։ Թե փողն էին ափսոսում մերոնք, չգիտեմ, թե ասենք մի քիչ ավելի հեռատես էին, մտածում էին, որ իրանց զավակները բա մեկ էլ տեսար։ Բայց օրինակ ձեր զորամասում քո ժամանակով երկու թուրք ա եղել լավ աշկեն գնով։ Հա, այնտեղ տոկոսային հարաբերություններն էլ, բայց բան ա եղել։ Ուրեմն Լագոդեխի 12-րդ գրույի Սպեսնազ բրիգադում, որտեղ ես ժամկետային ծառայություն եմ անցել, մոտավորապես 70-ից 80 թուրք էր ծառայում, մոտավորապես 80 վրացի ու մի 60 հայ։ Ու այդ թվերի մեջ բնական է ինքը sense tenants իր լավագույն բաներին էր, կադրերն էր ընտրել Սպեսնազում ծառայելու համար Բաքուն, Թիֆլիսը Իրանն էր ընտրել, բանա Երևանը Իրանը։ Ես լավագույն կադրերի մեջ եմ, էլի, բնական է ստացվում։ Ու բանա այդ ընտրովի զինվորները դա հաշիվ չի, ես ընդհանուր մասայի մասին եմ խոսում։ Էլ չեմ ասում, այդ ընտրովիները շատ նվիրված էին մետրոպոլյանին, օրինակ ես մի քանի անգամ բարձրաձայնել եմ, որ երբ որ ինձ խնդրեցին, իսկ հետո արդեն պարտադրեցին, որ Սպեսնազ ծառայած տղաներից դիվերսիոն հետախուզական ջոկատ հավաքեմ, 150 հոգի համաձայնվել էր գար ժողով, 100-ը եկան ժողովի, 100-ից 15-ը համաձայնվեցին Հայաստանը պաշտպանեն առանց սովետի պետության թույլտվության։ Ես նկատի ունեմ կամավորական ջոկատի մեջ ընդգրկվեն 15-ից ընդամենը 8-ը մենք էլ մեջը ու ստացվեց, որ նենց չի էլի, որ մեր մոտ շատ մի ուրիշ ձևի մեծ տոկոս էր, բայց գոնե ավել էր, քան
Մերձկասպյան թուրքերի մոտ։ Բայց կրթությունը հաստատ ավելի բարձր է եղել, նույնը Պակիստան, Հնդկաստան հարաբերությունները։ Գեներալների թիվը ավելի մեծ է եղել, որ հնդկական, ասենք, անգլիական բանակի հնդկական զորամասերում են ծառայել սպայերի թիվը ավելի մեծ է եղել եւ այլն եւ այլն։ Բայց մի թվով է միշտ Պակիստանը ավելի, միշտ չասեմ, սկզբի ժամանակները ավելի լավ է եղել, դա հրետանին։ Տանկերով, ավիացիայով ավելի քիչ է ունեցել։ Մի քիչ նման է մեզ, ասենք, որտեվ մենք մի հատ ուրիշ բանում ենք, մենք ավելի ուժեղ եղել Թուրքից, դա կոչվում է արտիլերիա։ Իմ ասածը այն է, որ մենք շատ նմանություններ ունենք։ Համաձայն եմ, հետո Հնդկաստանը սկսել է ոչ միայն թվերով։ Հնդկաստանն է, Պակիստանն է, առաջի պատերազմի ժամանակ, երբ որ իրենց ուժը դրել էին տանկային զորամասերի վրա, հույսը դրել էին տանկային զորամասերի վրա, երկրորդում արդեն սկսեցին պարտիզանական ավելի շատ հրետանային եւ զրահատանկային զորքերը խնայում էին արդեն։ Զրահատանկային զորքեր համարը չէին օգտագործում, չնայած շատ մեծ թվերի մասին է խոսքը իրենց կորուստները, որ նայում ենք, թե Պակիստանի, թե Հնդկաստանի, բայց համարյա նույն թվերն են։ Ունես չի որ մեր թվերից հարաբերություններով շատ է տարբերվում։ Իրանք սկսեցին իրենց լեռնահրաձիգների վրա բանան։ Կաշմիրն էլ լեռնային տարածքը, ինքը Տիբեթի սկիզբն է, աշխատում էին, իրենց դիվերսիոն խմբերներ էին աշխատում։ Նեպալին, ասենք, կպած տարածք է, ինքը լեռնային է, լեռնանտարային է, ջրառատ է, ձորերով շատ էլի հարուստ է։ Ու ընթացքում Չինաստանը սկսեց օգտվել այդ հակամարտությունից։ Որոշակի բանը հնդկաչին sense մի հատ ոչ թե թերակղզի, այլ հնդկաչին մի հատ տարածք լեռներում վեկալեց։ 62 թվականին էր, ոնց որ նվեր սկզբից կռիվը արեցին հնդիկների հետ ու վերցրեցին Կաշմիրից, ոնց էր կոչվում, հեսա կգտնեմ, Աքսայչինը, դա 50-ից մինչև 62 թիվն է եղել։ Հետո 63 թվականին արդեն Պակիստանի հետ պայմանագիր են ոնց որ ունենում, ու հյուսիսային հատված նվեր են տալիս Չինաստանին, որտեղ այդ տարածքն էլ ունես կայֆոտ տեղը, ասում է 500 կիլոմետր մի հատ բնակավայր չկա, մենակ մի հատ ճանապարհ է մեջով անցնում։ Այդ այն ճանապարհն է, որ Պակիստանից, ասենք, բայց ինչով է Կաշմիրը շատ կարևոր Պակիստանի համար, որ ինքը ուղիղ սահման ունի Չինաստանի հետ։ Կաշմիրից դուրս էլ ինքը ունի ճանապարհ։ Եթե Կաշմիրը ինքը տա չի ունենալ։ Ունի, ասես մի հատ նեղ ունի, ասենք։ Բանն էլ Հնդկաստանն է հելնում է Աղվանստանի հետ։ Ես սկզբնական ժամա Կաշմիրի մասին եմ խոսում, ոչ թե հին բանը Կաշմիրը։ Այսինքն եթե 47 թվին իրանք չպայքարեին, իրանք սահման չէին ունենալու Չինաստանի հետ, հնդիկն էլ ունենալու էր սահման Աղվանստանի հետ։ Դրա համար է պայքարի սկիզբը եղել։ Բայց մի բան էլ արժե ասել, որ Հնդկաստանում, այդ որ ես ասում եմ զինվորականները, պակիստանցիներն են մեծ մասը եւ այլն էլիտան գրագետ բան, ռազմական գործում ինքը լուրջ հակակշիռ ուներ պակիստանցիներին, այդ մաքուրների երկրին, Պակիստան նշանակում է մաքուրների երկիր, դա սինգ բաներն էին, սինգ ազգանուն կրողները, սիքխեր, էդի մի կրոնա, որ կարծեմ 16-րդ դարում, թե 17-րդ դարում է ձևավորվել, այդ կրոնի բաները երբեք ուրեմն գլուխները բաց չեն լինում, կարծեմ երբեք մորուքները չեն։ Մեր մոտ էլ կան, կարող տեսած ունենք ջուրբաններով, այդ սիքխերը ռազմական առումով իրանց զորքը խալսա էր կոչվում, մուսուլմաններին ընդհանրապես չէր զիջում, իրանց օգնությամբ անգլիացիք ծեծեցին բանա հնդիկների ապստամբությունը, որտեղ սիպայների ապստամբությունը, որտեղ հալալ կեսը մուսուլմաններ են, եւ սիքխերի բանը, ասենք այդ Պենջաբի բաները, եկած զորքերը, նույնիսկ չի որ շատ են գերազանցում սիպայներից։ Բելի ոչ պակաս, ասենք դուխով կռվող եւ այլն։ Հիմա էլ հնդկական բանակում, որ գեներալին նայում է սինգ։ Մեր մոտ էլ շատ են սինգ ասում։ Իմիջայլոց այդ Ջամու Ես մի քիչ իրենց հետ շփվել եմ 15 օգուս 14-ը սինգ ազգանունով է։ Այնքան կռվարար ժողովուրդ են եղել, որ բանը իրանց կողքը իշքան հողեր կա, ամենտեղ իշխան էին դարը, այդ թվում նաեւ Կաշմիրում։ Այդ սինգը բակար։ Վերադառնանք հին թեմաներին, հա։ Սիրում եմ դրանից։ 65-ին երբ որ երկրորդ Կաշմիրյան պատերազմը սկսեց, Պակիստանը հատուկ օպերացիա էր մշակել Ջիբրալթար անունով, որը այդ իմ ասած դիվերսիոն խմբերը ներխուժում էին ու հեղաշրջում էին փորձում կազմակերպեին, ինչը
շատ արագ հնդիկները հատուկ ծառայությունները կանգնացրեցին, կարողացան բանակ շատ մեծ քանակի մեկին 100 համարյա հարաբերակցություն ա եղել։ Մեծ մասին ողջ են կարողացել բռնել ու այդտեղից են պարզել, որ Պակիստանի նույնիսկ հատուկ ծառայության սպաներ կային հատուկ ծառայության, բայց Սովետ միությունը կարողացավ այդ կոնֆլիկտը հարթել ու 66 թվականին Տաշկենտյան համաձայնագիրը ստորագրեցին։ Հա, որ դա մինչև Աֆղանստան ընդհանրապես պիտի հասկանանք, որ Սովետը Պակիստանի հետ լավ էր։ Ու հետ եկան արդեն բանը 47 թվականի գծած սահմանին ոչ մի առանց փոփոխության, բայց այդ ժամանակ ինչքան գիտեմ, հենց Տաշկենտում Պակիստանի վարչապետն է մահանում հիվանդությունից։ Ու զինվորականները հեղաշրջում են անում, էլի չեն ընդունում դա, բայց սկսում են պարապել, որպեսզի կարողանան նորից փորձ կատարեն։ Ու այդ հաջորդ փորձը լինում է, այսինքն իրանք չեն սկսում հաջորդ փորձը հնդիկներն են փորձում։ Այնտեղ սոցիալական անարդարություններ կար Բանգլադեշի, Արևելյան Պակիստան էր այդ ժամանակ կոչվում ու հենց Պակիստանի մեջ։ Դե այնտեղ խնդիրը որն էր։ Բնակչությունը շատ խիտ Բանգլադեշի է շատ ավելի շատ էր, քան բանում։ Բայց խիտ բնակեցված ու կարող է հարկերը այդքան շատ չէին տալի, ինչքան ասենք արդյունաբերությունը։ Հա, բայց իրանց մոտ փող չէր դրվում, փողը հանվում էր, գնում էր։ Բայց բացի դրանից իրանց մոտ ուրեմն հաճախ տարբեր մուսուլմանային անձրևներից, բաներից արհավիրքներ էր լինում, որ Պակիստանը թքած է ունենում, որոնց ջրեղեղը Այ ոնց որ մի քանի մեծ ջրեղեղից հետո ձեն չեն հանում, ոչ մի բանով չեն օգնում։ Ջրեղեղից հետո նա շատերի վեճը չէր բանում Ալավերդիում։ Այդտենց Պակիստանը ընդհանրապես ուշադրություն չէր դարձնում նախկին Պակիստանի, արևելյան Պակիստանի վրա, որը Բանգլադեշ է հիմա կոչվում։ Բանգլադեշը ժողովուրդը գլուխ բարձրացրեց, ինչին օգնեցին նշեցի, ինչպես հաղորդման սկզբում նշեցի, Պակիստանը սկզբում շատ հաջող բաներ հանգցնում էր հաջող, բայց դաժան։ Շատ դաժան, ասում եմ, մինչև 200,000-ից մինչև 1 միլիոն ժողովրդի մեջ չեն կարող հաշվեն։ Ջունգլիներով, բաներով մի քանի միլիոն փախնում է Հնդկաստան։ Հա։ Հնդկաստանում, ասենք, Բանգլադեշի այդ շարժումը բնականաբար մեծ սնուցում է ստանում ու սնուցում ստանալ դա նշանակում է ոչ միայն ասենք ապրես տղա ջան, այլ նաև զենք, պատրաստվել եւ այլն։ 71 թվին Պակիստանի համար վատ վերջացավ էլի, որ բանը այնտեղ կորցրեցին Բանգլադեշը։ Շրջապատեցին, ասենք, այդ խմբավորումը, որը այդտեղ գտնվում էր, բայց թողել են, որ վերադառնան Պակիստան։ Հանձնվել է պակիստանյան բանակը Բանգլադեշում, զինաթափել են ու ուղարկել են, որ այդ զենքը խլել է Հնդկաստանը Իրանավեկալը, տվել է Բանգլադեշին։ Ու դրանից հետո արդեն հնդկական Սիլմա քաղաքում իրար մեջ պայմանավորվում են, համաձայնագիր են կնքում, պայմանագիր են կնքում Պակիստանն ու Հնդկաստանը, որ էլ սահմանային միջադեպերից բացի ուրիշ մեծ պատերազմի չի վերացվելու։ Դե ասում եմ, ինչքան էլ պայմանավորվեին, դա այնքան զսպող չէր լինի, ինչքան որ 90-ական թվականներին սկզբից Հնդկաստանը, հետո Պակիստանը միջուկային զենքեր ձեռք բերեցին ու հիմիկվա տվյալներով ոնց որ ավելի շատ Պակիստանը բայգալովկա ունի, քան Հնդկաստանը։ Համարվում է 100-ից 150 հատ ընդրանք ունեն, հնդիկներն մինչև 120 հնդիկները ունեն։ Հա, բայց բանը ոնց որ թե հնդիկներին ավելի հզոր է ու Հնդկաստանի հարվածը ավելի կործանարար կարելի։ Կարելի է նշել, որ երկուսն էլ պաշտպանիչ բաներ չունեն։ Իրենց հակաօդային պաշտպանություններն են թույլ։ Հակաօդայինը կարող է այնքան չէ, ինչքան հակահրթիռային։ Հակահրթիռային հակաօդայինը երկուսին էլ կարելի ասած կիսազրո վիճակ է, մանավանդ ու դրա համար շատ իրաց համար զսպաշապի կա, նույնիսկ այդ 84-86 թվականին Սիաչենսկի այդ Լեդնիկի ժամանակ այդ բանը շատ բարձր տեղ էր, որը երբեք ասենք որտեղ շատ զոհ են տվել, ոչ թե իրար վրա կրակելուց, այլ սառելուց շատ մեծ քանակի կորուստներ են ունեցել, բայց մոտավոր 2.5 միլիոն մարդ է այդտեղ պահել։ Ու բանը այդքան չեն զոհվել, էլի, այդքան։ Չէ, այդքան եղել են, բայց մեծ մաս ով զոհվել է, զոհերի երևի 80%-ը բանն է եղել, ցրտահարությունից են զոհվել։
շատ վատ պայմաններից են զոհվել։ Միջուկային զենքի վերաբերյալ արժե մեկը գիտես ինչ ասել, Հնդկաստանը գրեթե ամբողջ Պակիստանը կարողանում է խոցի բանով իր միջուկային զենքերով, հեռահարությունը մի քիչ ավել է, քան պակիստանյան զենքերը, բայց այդ չի կարևորը։ Պակիստանը չունի խորություն, ձեզ մի բան չի հիշացնում, ասենք, ինքը այսենց հակառակորդին դեմա այսենց համարյա նույն լայնությամբ սենց այդում է, էլի։ Հա, մոտ 2910 կիլոմետր սահման ունեն։ Իսկ Հնդկաստանը կարա այնպես տեղեր գտնվի իր միջուկային զենքերը, որ Պակիստանից զենք կրակոցները, հրթիռները տեղ չհասնեն։ Ու ստացվում է, որ մի քիչ նման է, էլի մեզ։ Մի քիչ։ Հա, իդեպ, մի հատ վատ ու լավ լուր ունեմ հայերի համար այս վերջի կոնֆլիկտի հետ կապված։ Այդ վերջի կոնֆլիկտը, ասենք, չգիտեմ, դու դրա մասին խոսալու ես թե չէ, ես այնքան հավես չունեմ, բայց մենակ մի բան էի ուզում ասեի։ Ուրեմն լավ լուրը Su-30 SM ինքնաթիռները, որ մենք ունենք, բանը MK-ի բան, այդ հնդկական Su-30 SM-ը Su-30 MK-ի 1-ին 1 դուբլն է, որ այնի Հնդկաստանի համար է, այդ ԻՏԱՌ-ը MK-ի մեջ Ինդիանը, հրթիռով խփել են չեն կարացել խփեն, ու այսի արդեն երկրորդ դեպքն է։ Ու ասենք, որ F-16-երը F-16-ը 100-ից 200 կիլոմետր խորության վրա խփող հրթիռներով չի կարողացել խոցի, բանա, այս ինքնաթիռը Su-30-ը կարողացել է խուսափի այդ հրթիռից։ Խուսանավի, հա։ Խուսանավի։ Լավ լուրը, իսկ հիմա վատն ասեմ։ Պատճառը ոչ միայն սամալյոտի վեկտոր ծյագի, դեմը թևեր, լավ պարապած լյոչիկն է։ Հնդկական օտաչուները լավ պարապած են։ Դա վատ լուրը։ Փաստորեն մենք ունենք ոնց որ թե այդ ինքնաթիռներից, որը լավ լուր է, ինքը կարա F-ի կրակոցից խուսափի, խուսանավի։ Վատ լուր, որ մենք չունենք լավ պարապած լյոչիկ, ամենայն դեպս Հայաստանի տարածքում, որովհետև այդ Su-30-ների թռիչքը գրեթե չես կարա թաքցնես, ինքը հելնելու է, սաղ աշխարհը տենա։ Իրականում մենք ունենք լավ օդաչուներ, ուղղակի խորություններ չունենք Su-30-ի համար։ Su-30-ի համար չունենք հնարավորություն, որ ինքը հելնեն, պարապեն, ոչ թե լյոչիկը վատնա, որտեվ անշնոր կա, չէ, ուղղակի ինքը պարապած չի, չես կարա պարապես Su-30-ով, իր ամբողջ հնարավորություններով, դա խոսքը գնում անդրամասին, որ ինքնաթիռը երևի, եթե դու գրոհող մարտեր չէիր նախապատրաստում ունենայր, երևի այնքան էլ չարժեր, հա, երևի արժեր գրիպեն առնել։ Հա, իդեպ հնդիկների մոտ գրիպենները իրանց վատ ցույց չեն տվել, ոչ պակաս, ասենք արդյունավետ ինքնաթիռները։ Իսկ իմ կարծիքով կործանիչ ավիացիա պետք չէր ավելի լավ հոպը զարգաս, ավելի արդիականացնային։ Դու որպես նախկին հոպի սպա, երբ որ Su-30-ը վերցրել են, կործանիչ ավիացիա ունեցանք մենք, կործանիչ ավիացիան դա բանի հոպի մաս է։ Հա, ինքը առանձին մենակ ինքը իրանով դա նշանակում է մենակ աջ ձեռ ունենալը։ Կարաս կռվես, հա, կարաս։ Օրինակ մեզ շատ ավելի շատ տոռեր պետք է գային։ Ես չեմ կարծում, որ բանը սխալ էր իմ միտքը, ուրիշ բան, որ իմ միտքը չիրականացվեց։ Ինքը առաջ շարժվող բանակի համար պարտադիր է, էլի, ունենաս գլխիդ վերևը ինքնաթիռներ, որ հոպ համակարգը հետևից չես կարա արագորեն տանես ու կոնֆիգուրացիաներ կառուցես։ Կարաս։ Ինքնաթիռները։ Կարաս։ Մեր հոպ համակարգի հիմքը ասահականներն էին, որը շարժական էր։ Մարտական դրությունից հանես, չէ՞։ Մարտական դրությունից ինքը կարող է ընթացքի ժամանակ պոյս կանի, իսկ տորերը նույնիսկ ընթացքի հա, այդ մի րոպե կայնելը բան չի փոխել։ Իսկ տորերը ընթացքից է խփում են։ Հակաօդայինի սպայ է, եթե ասում եմ մի բան գիտի, ինչ ասում։ Ու մենք լուրջ խնդիրներ ունեցել ենք այդ շարժական տորերը իրենց շատ լավ դրսևորել են, նույն ասաներն էլ իրենց հնարավորությունների սահմաններում։ Ու իսկ այս Su-30-ները, ինչպես տեսել ենք, ասում էին ռակետ չունեն, չէ, ունեն ռակետ, երկինք, հա, ոздух ռակետներ կար, իհարկե սուտ այն վարկածը, որ բերել էին ինքնաթիռը առանց ռակետի։ Ուղղակի ինքը նախատեսած էր սամալյոտ խփելու համար, ինքնաթիռ խփելու համար։ Հա, իսկ քանի որ իսկ մեր տարածք
որպես այդպեսին չէին մտնում, մեր տարածք համարվում էր Հայաստանի Հանրապետությունը նշեմ, որտեղ նույն Քարվաճառում ես անձամբ մի քանի անգամ տեսել եմ, որ 2.25 էր, ինչ էր։ Դե իրանք այդ զորով էին անցնում։ Զորով էին անցնում, որից նույնիսկ նշեմ մեր մի իգլիստ կար 105-ի կազմում, սա կանունով, ով որ եթե չեմ սխալվում 3-4 ինքնաթիռ մենակով խփեն։ Իգլայեսով։ Խփել դա չի նշանակում, որ վարի են գնացել։ Չէ, ոչնչացրել է։ Ինքը ոչնչացրել է, դրա բաները կար։ 3 թե 4 Հա։ Որոշ լավ բան է։ Եթե Սահակը լսում է, մենք քեզանով հպարտանում ենք, ես պոստերում եմ եղել այդ ժամանակ, երբ որ հերթականը խփեցիր։ Իգլան պաստորեն կարում աշխատի, ոչ որ հին իր ձեռինը հին չէր, բայց դա կապ չուներ։ Իգլա համակարգ չի։ Իգլա էր։ Հա, դե մեկը էլի հին է, էլի։ Դե լավ էլ արդիականացրած էր Մաուգլիները վրան։ Նույն ձևով ասա ական Ստեփանակերտի գլխին կաղված կանգնած այդ Շուշի հակաօթային բանա դիվիզիոներ, հա, թե բրիգադեր, հա։ Այդտեղ լուրջ գործ են արել ու ոչ միայն այդտեղ Մարտունիում էլ, Մարտակերտում էլ, այո, իրանք լուրջ գործ են արել, այդ իրանց հին զենք լինելու հետ։ Ուղղակի թուրքերը շատ ավելի լավ տակտիկա ունեին հայտնաբերելու։ Իրանք ուղղակի ունեին տակտիկա, իրանք մարտավարություն ունեին, մարտավարությունով էին կռվում, իսկ մենք մարտավարության մեջ որ պիտի անպայման էշելոնացված հակաօթային ունենայինք, մենք ամեն մեկը կտոր էր կռվում։ Տենց էր ստացվել։ Տենց ստացվել էր, ոչ թե դրա համար որ մենք անշնորհք ենք, այլ որ թուրքը խելացի է, ինքը դեբիլ չի։ Ինքը ինքնաթիռներով վերեց, նոսրացրեց մեր շարքերը տեղ-տեղ հակաօթային համակարգի կուկուռուզնիկները ցել դարձնելով։ Հա։ То есть ինքը նոսրացրեց, խոցեց որոշ մեր հակաօթային համակարգի բանը, նոսրանալով արդեն ընդհանուր ճակատ չունես, արդեն ոնց որ օբյեկտ ես պահում ու օբյեկտն էլ հեշտ խոցվում է։ Անկամ պանցիր էսը, հիշում եք կադրեր կար, որ պանցիր էսը խփում են։ Նո թուրքերը ուրիշ ձև էին էտի ցույց տալի, որ պանցիր էսը սա համակարգերը աշխատում է ու գալիս իրան խփում են, էտի տես չէ։ Չէ, տես չէ, ինքը լրիվ իր բանա սպառել էր, իր զինամթերքը ամբողջովին վերջացել էր, նոր բայրակտարը գալի հանգիստ խփում է։ Իսկն որ նայենք Ուկրաինան բայրակտարներ ուներ։ Ճուտը չերևաց։ Ընդհանրապես չերևաց, հա, շատ վատ ռեկլամ եղավ թուրքերի համար։ Հա, իմիջայլոց ձեզ մի բան էլ ասեմ, թուրքերը ես որ առաջի անգամ հայտարարեցի 3 բորտ, իսկ հիմա արդեն 6 բորտ փակ զինվորական բորտեր Պակիստան օգնության են ուղարկել այս մի քանի օրվա մեջ։ Օսման թուրքերը թե Անկարայի թուրքերը։ Այդ նույն բանն է։ Չէ, երկիրը մի քիչ տարբեր է դրա համար։ Թե չէ իրանք բայրակտարի մեծերն էլ են ուղարկի, առաջինը Պակիստանին են ավեր տվել, ականջի էր ոնց որ կոչվում։ Հնդկաստանին էլ վաճառած բան են իրանք։ Կարող է մարդիկ օգտվում են ամեն ինչից։ То есть այդ առումով թուրքերը ապրեն։ Իրանք բանը քյարը գինեն որ դե է, հետն էլ հասկանում են, որ զենք վաճառելը դա նաև լրտեսելու հնարավորություն է ու բացի այդ ազդեցության, ասենք, հնարավորություն է։ Որ շատ ազդեցիկ կլինեն հնդիկների վրա, կարող ասեն հայրին հանկարծ էլ զենք չվաճառող։ Այո, իհարկե։ Մանավանդ որ ինքը ասենք շատ լավ բարենպաստ պայմաններով, որը որ կգերա կշռի այդ շահը, որը որ ասենք հնդկական զենքի վաճառքից կարա առաջանա։ Լավ, այսքանով երևի վերջացնենք։ Չէ, մի հատ էլ բան է ուզում ասել, բանը այդ Հնդկաստանը չունենալով դա արդեն Պակիստանի կողմից չեմ ես խոսում, ուղղակի ուզում եմ ձեզ ասեմ, որ Հնդկաստանը շատ լավ պարապած լեռնային հրաձիգներ ունի, ոնց որ շատ լավ պարապած օդային, ասենք, բանը արծիվներ, բազեներ, լոճիկներ հետեն, շատ լավ պարապած Ուրեմն մի ուրիշ կոնֆլիկտի մեջ Չինաստանի եւ Հնդկաստանի միջև, որը որ պատերազմի հայ-հայա պետք է վերածվեր սրանից մի քանի տարի առաջ, պետք է բախվեին տեխնիկապես հագեցված ռոբոտի չինացիները, ռոբոտի նման sense կամերա, եսի միջման եւ sense պարանով, մարանով, ստրախով կեքա արած, բայց լավ պարապած լեռնային հրաձիգները Հնդկաստանի ու անես չի որ միանշանակ տեխնոլոգիաներն էր հաղթելու։ Ես չեմ ասում տեխնոլոգիան վատ բան է,
բայց որ տեխնոլոգիային կարաս հակակշիռ դնես լավ մարզված պարապացությունը, դա բազմաթիվ ռոլիկներ կա ռուս-ուկրաինական պատերազմից։ Պարապած զինվորը, պարապած սպան, չպարապած հագեցված տեխնիկայով, եսի միջով չպարապած զինվորականից 100 գլուխ լավն է։ Բայց ավելի լավ է, երբ որ համ պարապած ես, համ տեխնոլոգիայով ես հագեցած։ Ամենը լավ տարբերակն է, բայց Հնդկաստանը օրինակ ոնց են ասում, չուդիսա բան է, էլի военного искусства, ուրեմն լիքը տեղ վատ հագեցված իրանց զենքերը որ նայես ոնց որ անգլիական Enfield-ներով լզինված լինեն, էլի ասենք այն 19-րդ դարի Մինչև 60 թվեր երկրորդ համաշխարհայինից մնացած անգլիացիներից ժառանգած տանկերով ոչ մեկին, ասենք ինքը շրջապատում չի զիջում իր, ասենք մարտական ոգով պարապելով շատ-շատերի իրականում արդեն top 5 բանակների մեջ է աշխարհում 100% ու Չինաստանը նենց չի որ միանշանակ աղտողադուրս գալու, եթե իրանք ռազմական Ինձ թվում է որ այդ վստահությունը ունենար մի այսքան արդեն շուտվանից իրան պետքական նահանգները կվեկալեր նույն Տիբեթում էլ հարց ունեն իրար հետ Այս մեր հարաբերությունները Թուրքերի հետ եւ Պակիստանի, Հնդկաստանի հարաբերությունները ոնց հասկանում եք մեր սիմպաթիաների հետ չի համընկնում, էլի։ Մենք ավելի շատ մեծ Հնդկաստանի կողմնակիցն ենք, որտեղ ռազմատեխնիկական հարաբերությունների մեջ ենք, դաշինքի մեջ ենք, ռազմատեխնիկական sense կարելի ասել, ոչ թե ռազմական, իսկ Պակիստանը այդ չգիտեմ ինչերը բանա մեզ մարդու տեղ չեն դնում ու անգամ Հայաստանի Հանրապետությունը չճանաչելով զորք էին ուղարկել որ հայերին սպանեն մասնակցեցին չմասնակցեցին այդ պատերազմին 20 թվականին այնքան էական չի իրանք այնտեղ նստած էին Բաքվի Հանրապետությունում պատրաստվում էին մասնակցեին հայ մարմինը հոշոտելուն դա արդեն իմ համար բավարար է որ ես այդ երկրի նկատմամբ շատ վատ դրամադրվածություններ ունեմ այս մեր ռազմորը ուղղակի հարաբերությունների մասին էր խոսքը ասենք նմանությունների քանակականը նմանությունները զուտ դրա պատճառով թե չէ կորչի Պակիստանը Իսկանով ավարտենք հիշեցնեմ որ կարող եք մեկնաբանություններում գրեք թե ինչ թեմայով եք ուզում հաջորդ հաղորդումը լինի Երևի իջև հաղորդումը հելնելուց մի 3-4 օր մենք նայելու ենք, եթե կարծիքներ չեղան, արդեն մենք կընտրենք, բայց հայկական թեմա է լինելու արդեն։ Որ թեմա։ Նո հայկական չասեմ, ինձ թվում է Քեմալի մասին ենք խոսել։ Եթե ուրիշ բան չընտրեցին։ Թուրքական բանը, հա, թուրքական կեմալիստական բաների մեկնաբանություններում մարդիկ կային, որ ուզում էին բոլշևիկների մեր հանդեպ լավը լինելու մասին, խոսամ ճակերտավոր, թե ինչքան օգնել Քեմալին, Քեմալական շարժման մասին կարելի է խոսալ, եթե իհարկե ուրիշ առաջարկներ չեղան։ Հա, բայց բանա, բացի առաջարկություններից նորից կրկնեմ այն ինչ որ սկզբից ասում էի։ Դուք կարաք այս զրույցին մասնակցեք մեկնաբանություններով, մեկնաբանությունները 100% ասենք ես նայում եմ, վաղոնել եմ նայում Եվ բացի իմ վաղինակի նայելուց, նաև մյուս դիտողներն են նայում։ Դուք կարաք, եթե մենք թեման չենք բացել ձեր կարծիքով կամ ինչ-որ կարևոր գույն հարցերին չենք մասնակցել, դուք ձեր կոմենտներով կարաք մասնակցեք այս զրույցին։ Սա զրույց է, որը սկսում են Վարդանով հայր եւ որդի, ասենք Վարդանովները, բայց որը բաց զրույց է, որին դուք կարաք մասնակցեք։ Այսքանով վերջ։ Ստեսություն։ Հաջողություն ձեզ։